Համեցեք, պարոն Ալեքսանդր։ Շնորհակալություն մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Եթե նայում եք այս հայտարարությունների ժամը սկզբից, ապա մի ֆանտաստիկ բան պետքա նկատած լինեք։ Մի դրվագ, այստեղից Հայաստան Դաշինքի падգամավոր Մհեր Մելքոնյանը ասում է Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունները, դրանք ժողովրդավարության առողջ դրսևորումներ են։ Հիշեցնեմ, որ արտահայտությունների մասին է խոսքը։ Ես կոչ եմ անում ռազմական հեղաշրջման։ Այս արտահայտությունը ըստ պարոն Մելքոնյանի ժողովրդավարության առողջ դրսևորումը։ Հիշեցնեմ, որ նույն Միքայել Աչապահյանը ունի նաև այլ հետաքրքիր հայտարարություն, օրինակ ես դեմ եմ դեմոկրատիային։ Դեմոկրատիան վատ բան է։ Դա էլի ըստ պարոն Մելքոնյանի ենթադրաբար ժողովրդավարության առողջ դրսևորումը։ Ես բնավ զարմացած չեմ, որովհետև Քոչարյանի դաշինքում ժողովրդավարության մասին այլ պատկերացում սպասելը կլիներ, կներեք արտահայտությանս համար իդիոտություն։ Ինչ է։ Հայաստանում պատիվ ունեմ խմբակցություններին, այսօր առաջարկեցի մի հատ արտահայտվեն Վարդանիկի հայտարարությունների վերաբերյալ։ Գնացել էիք, նշում էիք, ընտրվել, աջակցել եք, ոնց կարեցել եք, պատիվ ունեմ առհասարակ քվեա տվել, բանը արել, ընտրելա քաղաքապետ։ Ընտրել եք, ձերն է, ձեր Վարդանիկն է, տոնել եք հաղթանակը, ձեր Վարդանիկը վերակացել, ձեր ամբողջ պլանը ներկայացնում է, ասում է, ով դեմ է միութենական պետությանը Ռուսաստանի հետ, թրքապատակ շանտղա է։ Այս ձեր առաջարկած դիլեման է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դուք տենց եք նայում։ Դուք նայում եք, եթե մարդը դեմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը, ինքը ձեր համար թրքապատակա, Թուրքի առաջ կզածա, այդ ձեր թուրք արմատով ձեր բարերի կազմության տաղանդը ես չունեմ, վստահ եմ, դուք շատ ավելի լավ կկարողանաք։ Էդ է, ձեր առաջարկած դիլեման առաջարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հիմա եթե ձեզ թվում է, թե լռելով այս թեման անցնելու է, դուք չեք արձագանքելու այս թեման անցնելու է, ջրվելու է, գնալու է, չէ։ Առաջիկա 2 ամիսը այս թեմայից բացի ուրիշ թեմա դուք չեք ունենալու արտահայտեք։ Դուք այս թեմայից բացի այլ թեմա չեք ունենալու արձագանքեք ոչ 10 րոպեանոցին, ոչ 9 րոպեանոցին, ոչ 8 րոպեանոցին, ոչ 7 րոպեանոցին։ Վարդան Ղուկասյանին աջակցած յուրաքանչյուր քաղաքական թիմ իր անդամներով ղեկավարից մինչև ամենավերջինը պետք է պատասխանի հետևյալ հարցին. ինքը կողմա Հայաստանի Հանրապետության միութենականացմանը Ռուսաստանի հետ, թե ինքը թրքապատակ շանտղա է։ Այս դիլեման վերաբերում է մենակ Վարդանիկի քաղաքական թիմերին, այն թիմերին, որ աջակցել են, շնորհավորել են, թուշը պաչել են, ձեռը սխմել են, այսի շնորհել են։ Մեզ չի կարա վերաբերվի։ Ձեզ է վերաբերվում, հարգելի գործընկերներ, ձեր քաղաքական թիմերին է վերաբերվում, որպես քաղաքական թիմ, մարդը քաղաքական դիլեմա է դեմ տալիս, պատասխանեք։ Կամ դատապարտեք, կամ պատասխանեք։ Մենք դատապարտում ենք, պատասխանեք ուրեմն, եթե չեք դատապարտում։ Ու վերջում չեք պատասխանել։ Գիտեք ինչի չեք պատասխանել, որտեվ այսօր Սեյրան Օհանյանին ավարտում եմ, որտեվ այսօր Սեյրան Օհանյանին լրագրողը ասում է. «Պարոն Օհանյան, ՄԻԵԴ մարտի 1-ի գործով որոշում է կայացրել, որ պետությունը խախտել է մարդկանց կյանքի իրավունքը»։ Սեյրան Օհանյանը, ձեր խմբակցության ղեկավարը, ինչ պատասխանի, որ լավ լինի։ ՄԻԵԴ-ի որոշումը պետությանն է վերաբերվում, մեզ հետ կապ չունի։ Ու պարոն Օհանյանը ամբողջացրել է։ Դուք պետության հետ կապ չունեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։